Մատթեոս ավետարան 24:12-13 խոսքերը։ Անօրենության շատանալու համար շատերի սերը պիտի պաղի, բայց ով որ մինչև վերջ ամպեր է, անիգա պիտի ապրի։ Անօրենության շատանալու համար շատերի սերը պիտի պաղի։ Սերներս, մենք տեսնում ենք, որ այս օրերի մեջ դա կատարվել է հնում, կատարվել է առաքյալների ժամանակ, կատարվել է մեր ժամանակ եւ հիմա էլ է կատարվում։ Անօրենության խորհուրդը գործում է։ Սուրբ Գիրքը ասում է, որ անօրենության խորհուրդը սատանայի ներգործությունով է։ Այսինքն այդ խորհուրդը սատանան է ներգործում։ Կա Քրիստոսի խորհուրդ, կա անօրենության խորհուրդ։ Ու Տեր Հիսուսը ասում է, որ անօրենությունը շատանալու համար շատերի սերը պիտի պաղի։ Ու տեսնում ենք, որ շատ հավատացյալներ սիրելիներս պաղել են, տգարություններ տեսնելով, այս աշխարհի խնդիրներն ու դժվարությունները տեսնելով սառել են տներն են նստել։ Կամ էլ իրարու տգարություններով տեսնելով նորից սառե տներն են նստել։ Շատերն էլ Աստծո խոսքի վրա են հայտակղվել, որովհետև Աստծո խոսքը կուզե մեր ներսը փոխել, իսկ մենք համաձայն չենք։ Ես առաջ կմտածեի, թե անօրենությունը մենակ դրսից է ներգործում, որտեղ մենք տեսնում ենք, թե դրսում ինչ տեղի կունենա։ Աշխարհը գնալով անմաքրության է գնում, չարության է գնում, մեղքը գազազել է, եղբայրները այս մասին շատ են խոսացել։ Բայց հետո մի օր Տիրոջ այցելության ժամանակ միտքս բացվավ տարիներ առաջ, ես տեսա, որ անօրենությունը ներսից է ներգործում։ Սիրելիներս, Տեր Հիսուսը պատահական չսավ աշակերտներին, ներսդ մաքրե, դուրսդ մաքուր կլա, այսինքն ներսից է այդ անօրենությունը ներգործում։ Ու շատերը, որտև Տերը սիրելիներս մեր կյանքում կուզե տեսնի իր մատների գործը, Տերը իր խոսքը ուղարկել է մեր ներսը բժշկելու համար։ Պես է չէ գրված, գսե իմ խոսքս կուղարկեմ, որպեսզի ներսը մեր բժշկվի։ Եթե սիրես կզիս, Տերը գսե, խոսքը սրդից մեծ պա է։ Սերներս հակառակորդն է, իր հարվածը տալիս է մեր սրդին։ Ու փաստորեն անօրենությունը ներսից է գործում։ Եդեմի պարդեզում առաջի Ադամը, սերներս, սատանայի ներգործությունով տեղի ունեցավ։ Անօրենության խորհուրդը բարձրացավ։ Ու Ադամը հավատաց սատանայի խոսքին, կասկածեց Աստծո սիրո ու բարության վրա։ Սդությանը հավատաց, որ հորից անկախ կյանքը կյանք է։ Ու մարգարեն ասում է նոր կյանք կդար, դրա համար չես թուլնա, դրա համար Աստծո վախը չունիս, որտեղ նոր կյանք ես գտել։ Այ Եդեմի պարդեզում առաջի այդ խորհուրդը տեղի ունեցավ անօրենության։ Ադամը կասկածեց Աստծո սիրո ու բարության վրա։ Սդությանը հավատաց, որ ինքը Աստված կրնա եղնի, ինքնիշխան կրնա եղնի, անկախ Աստծուց կրնա ապրի, ու դա կյանք է։ Սերներս, թող Տիրոջ անունը փառավորվի։ Այդ նույն ներգործությունը հիմա կա։ Ու սատանան իր լրիվ դիվիզիայով, ուժերով, դիվական աշխարհով նպատակը հավատացյալներին տգարացնելն է, որովհետեւ մենք կասկածենք Աստծո սիրո ու բարության վրա։ Ու նայելով մեր կյանքի դժվարություններին, խնդիրներին, հոգևոր պարտություններ կան մեր կյանքում, չէ՞, կան, չէ՞ չկան։ Ժողովուրդ ջան, կան։ Ընտանեկան դժվարություններ կա, հիվանդություններ կա, ֆինանսական դժվարություններ, մարմնի դժվարություններ, ներսի ու դրսի պատերազմ, Պողոս առաքյալը գսե իմ ներսի ու դրսի պատերազմը, թե ներսումս պատերազմ կա, թե դրսում պատերազմ կա։ Հələ չենք ասել կա փոքր հալածանքներ մարդկանց կողմից, մեծ հալածանքներ չի եկել։ Սերներս, ու այդ ամեն ներգործության ժամանակ անօրենը կուզե մեր բան, որ մենք կասկածենք մեր Աստծո սիրո ու բարության վրա ու սդությանը հավատանք։ Ու Տեր Հիսուսը դեռ ժամանակ կզգուշացնե իր աշակերտներին, անօրենության շատանալու պես շատերի սերը պիտի պաղի։ Եվ ես կուզեմ կարդալ Մաղաքա մարգարեության 3-րդ գլխի 13 խոսքից մինչև 15 խոսքը։ Տերը գսե այն ժամանակվա Իսրայելի հավատացյալներին, սիրելիներս,
Իսրայելը առաջի պտուղն էր, առաջի հավատացյալներն էին, առաջի ցիտենին էր։ Տերը եկեղեցուն, այսինքն մեզի կզգուշացնե։ Գսե Իսրայելը իմ առաջի ցիտենիս էր, բայց չմնաց հավատքի մեջ, հավատարմության մեջ, չմնաց սիրո մեջ։ Թողա որ իր կյանքում դառնության արմատը աճի, ինչպես Պողոս առաքյալը գսե, չեղնի դե դառնության արմատ աճի քու ներսում ու շատերը պղձե, այ Իսրայելը թող տվավ, որ անօրենությունը շատանա իր կյանքում։ Պողոս առաքյալը եկեղեցուն, հետանոսներին, մեզի, մենք եկեղեցին ենք, կզգուշացնե, գսե եթե Աստված առաջի ցիտենին կդրեց, որովհետև չմնացին Աստծո քաղցրության մեջ, գսե դուք զգուշ մնացեք։ Թողեք որ Աստծո մատների գործը մեր կյանքում տեղի ունենա, սերներս, որովհետև Աստված իր սիրածը գծեծե ու խրատե ամեն որտի, որպեսզի իր մատների գործը տեղի ունենա մեր կյանքում։ Իր խոսքը մեր հոգու աշխարհում բժշկություն է ու Սուրբ Հոգին, սերներս, մեր կյանքում բժշկություն է, Աստծո մատների գործը տեղի ունենա մեր կյանքում։ Ու նայեք Իսրայելի հավատացյալների այս օրինակը մեզի համար է Տերը։ Բայց դուք գսեք թե ինչ խոսեցանք։ Հավատացյալները Տիրոջը գսեն ինչ ենք խոսել, քեզ տրմեցրել ենք Տեր, դուք սիկ Աստծո ծառայություն ընելը պարապ է եւ անոր պապանությունը պահելը ու զորքերի Տիրոջ առջև սուկով քայլելուց ինչ շահեցանք։ Այն որ սերներս, եղբայրներս մասին շատ են քարոզել, ես շատ կաշկսեմ։ Տերը եկել է որ իր երանելիները մեր կյանքում տեղի ունենա։ Երանի հոգով աղքատներին, եկել է մեզի աղքատացնելու համար, Աստծո խոսքը եկել է մեզի աղքատացնելու համար, եկել է սկավոր շինելու համար, եկել է ողորմած շինելու համար, արտարությանը Քրիստոս ծարավ ու կարոտ շինելու համար, եկել է որպեսզի մեր սիրտը մաքրի որ մենք Աստված տեսնենք ու հետո էլ արտարության համար հալածվենք։ Տերը իր խոսքը, իր Սուրբ Հոգին ղրգել է որ այս երանելիները հոգևոր հայտնություններ է հավատացյալի կյանքում, հայրական սիրո ապտակներն է, Աստծո մատների գործն է, բայց Իսրայելի կյանքում կանգնել էր։ Ու գսե ինչ օգուտ այդ սկավորություն ունենալուց։ Նայեք Իսրայելը գսե դուք ըսիկ Աստծո ծառայություն անելը պարապ է եւ անոր պապանությունը պահելը ու զորքերի Տիրոջ առջև սուկով քայլելից ինչ շահեցանք։ Քեշեք նույնիսկ Եզեկիա մարգարեն գրել է գսե Երուսաղեմ քաղաքի միջից անցիր։ Երուսաղեմը եկեղեցու խորհուրդն է։ Վերաբերվի է Իսրայել ազգին, վերաբերվի է եկեղեցուն։ Երուսաղեմ քաղաքի մեջից անցիր։ Բոլոր սկավոր ողբացող մարդկանց ճագատին, ծերը, մանուկը, երիտասարդը, պատանին, որոնք որ սկավոր են, որոնք որ Տերոջ խոսքը աղքատացրել է, ու իրանք Պողոսի նման լաց կեղնին իրանց վրա, ինչ խղճալի մարդ եմ ես, ով ինձ ազատ է այս վիճակից։ Գսե այդ մարդկանց ճագատին նշանտի, իսկ մնացակ ով որ սկավոր չէ, ով որ Սիոնի սկավոր չէ, ով որ աշխարհի սկավոր է, մենակ լաց կեղնի որ իրանց հավցրին, ուրիշներին կմեղադրե, սրանք աշխարհի սկավորներն են, գսե իրանց զարկ, այս մարդիկ հավատացյալ չեն դառնա, եթե չապաշխարեն։ Հիմստեղ այս հավատացյալները գսե ինչ օգուտ ունեցանք, որ մենք սուկ երեցինք։ Հիմա մենք հպարտներին երանի գսենք։ Տերը գսե երանի հոգով աղքատներին, երանի հեզերին, այստեղ գսե մենք այս հավատացյալները գսե հիմա մենք հպարտներին երանի գսենք։ Ամբարաշտություն ընողները անգամ բարեշեն կլան։ Կնայենք ամբարիշտ հավատացյալներ են։ Գիտեք, այս մարդիկ աշխարհի մարդկանց մասին չի խոսա։ Ամբարիշտ հավատացյալներ, որոնց ուրախությունը երկնքի թագավորությունն է ու Աստծո արտարությունը չէ։ Այս մարդիկ մնացածը կփնտրեն։ Տերը աշակերտներին ճիշտ հիմք դրավ, սա առաջ փնտրեք երկնքի թագավորությունը, Աստծո արտարությունը, որը Քրիստոսն է։ Որ ճանճնանք մենք, մնացածը Տերը գիտե մեզի ինչ է պետք։ Հետանոսներն են որ մնացածը կփնտրեն։ Ուդել, խմել, գիտեմ որ ձեզի պետք է, հագուստ, աշխատանք, ամուսնություն։ Ես գիտեմ որ այդ ամենը պետք է, բայց առաջ հորը փնտրե։ Առաջ երկինքը փնտրե, Աստծո արտարությունը, իսկ այս մարդիկ են
այն հպարտները ավելի բարեշեն կլան։ Ասված կփորձեն ու կազադին։ Մենք սուկ քաշենք, տառապանք քաշենք, խնդիրներ, ցավեր, վշտեր։ Երանի հպարտներին, երանի որ Աստված չճանչնայինք, ժողովուրդ ջան, ի՞նչն է բարձրացել հավատացյալների կյանքում։ Անօրենության խորհուրդը շատանալու պես շատերի սերը պիտի պաղի։ Եկեղեցու նկատմամբ, Աստծո խոսքի նկատմամբ, Աստծո նկատմամբ։ Ու ժողովուրդ ջան, սիկ աշխարհի մարդկանց մասին չէ խոսքը, սիկ մեզ հավատացյալներից մասին է խոսքը։ Սատանան աշխատանք կտանի հավատացյալների սրտի հետ։ Նայեք, կարդում եմ Սաղմոս 73, Ասաբի Սաղմոսը։ Ասաբը սովորական մարդ չէր։ Ինքը Աստծո շնորհքը ճանաչող մարդ էր։ Երկի ծառայության մեջ իր ընտանիքով Տիրոջը ճանաչող մարդ էր, հոգևոր ընթացքի մեջ էր։ Բայց նայեք, այս եղբոր կյանքում ինչ տեղի կունենա։ Նորից նույն ներգործությունը։ Հիրավի Աստված բարի է Իսրայելին, այսինքն սրտով մաքուր եղողներին, բայց քիչ մնաց, որ ոտքերս ծռեին։ Ու մազ մնաց, որ իմ քայլերս սայտագեն, վասնզվի։ Եղբայրը խոսոնվան է գել, ժողովուրդ ջան, սովորական հավատացյալ չէ, ծառայող եղբայր է։ Սի գրված է մեզի օրինակի համար։ Քիչ մնաց ոտքերս ծռեին, սայտագեին, վասնզի նախանձվեցա հպարտներին։ Տեսնում եք, նույն ձեռագիրն է։ Մաղաքիայի մարգարեությունը ու Ասոբի Սաղմոսը նույն ձեռագիրն է։ Նախանձվեցա հպարտներին, երբ ամբարիշների հաջողությունը տեսա, քանզի իրենց մանվան ժամանակ ալ ցավ չունին, մարմիններն ալ պարարդ է, անոնք ուրիշ մարդկանց նման չեն, նեղության չեն քաշե, նեղության մեջ չեն ընկնի։ Ահա անոնք են ամբարիշները, միշտ հաջողություն ունին ու հարստություն կավելցնեն։ Հիրավի զուրտեղը սիրտս մաքրեցի ու իմ ձեռքերս անմեղությունով լվացի։ Պատկերացրեք, այնքան է ներգործությունը շատացե Ասաբի կյանքում։ Գսե զուրտեղն եմ ձեռքերս մաքրե։ Իսկ Դավիթ թագավորը գսե ձեռքերս պիտի մաքրեմ անմեղությունով։ Ու քու սեղանից շուշ բոլորը պիտի պտտիմ ով Տեր։ Տերը որ գոդիդ կաբես ընձից սեղանիցդ կերծնես։ Քու խոսքդ կերծնես որ բժշկես իմ ներսս, բայց Ասաբի կյանքում անգում կեշտա։ Գսե զուրտեղն եմ ձեռքերս մաքրե։ Զուրտեղն եմ սեղանից շուրջը պտտե որ խոսքիցը դուդեմ։ Որտև այս ցավերն ու վշտերը, տառապանքները, ներսի ու դրսի պատերազմները, ընտանեկան դժվարությունները, կյանքի խնդիրներն ու հալածանքները այնքան է շատացե, որ նույնիսկ աշխարհի մարդիկ գսեն ուրա քո Աստվածդ, որ Աստծուն կհավատաս ինչի այս խնդիրները քո կյանքում։ Ու Ասաբը խեղճեցել է, ժողովուրդ ջան։ Գսե հիրավի զուրտեղը սիրտս մաքրեցի ու ձեռքերս անմեղությունով լվացի, բայց փառք Աստծո, որ Աստված կխոսա Ասաբի հետ, որտև անկեղծ հավատացյալներին, սիրելիներս, Տերը այցելություն կենե, ու Ասաբը սա մինչև որ Աստծո սրբարանը մտա, այսինքն Տիրոջ ներկայությունը նորից Ասաբի վրա եկավ։ Ու նորից խոսքը բարձրացավ, ես կխոսամ թե ինչ խոսք է բարձրացել Ասաբի կյանքում։ Ես կուզեմ սկզբից նայենք որ նույն ձեռագիրը տեղի ունեցել թե հին ուխտի հավատացյալների մեջ, թե նոր ուխտի հավատացյալների մեջ, սիրելիներս, սա գրված է մեզի օրինակի համար։ Ու նայեք Դավիթի կյանքում էլ է նույնը էր։ Տիրոջը հանձնեք ու ճամփատ ու անոր հուսա, ու անիգա պիտի կադարե, Դավիթն է գրել Սաղմոս 37-ի 5-րդ խոսքից կարտամ։ Ու դուրս պիտի հանեք քո արտարությունը լույսի պես ու քո իրավունքդ կեսօրվա պես։ Տիրոջը համբերե ու անոր սպասե, եւ մի նախանձվի իրա ճամփեն, հաջողությամբ գացողին ու խապեությունը նոր մարդուն։ Այ Ասաբը գսե քիչ մնա նախանձվեի։ Դավիթը իրա հետ էլ է կդարվե։ Իրանել է անօրենությունը ուզեցել է ներգործել, Դավիթին է խեղճեցել, բայց Դավիթը դավանեգը մի նախանձե։ Իշ ճամփան հաջողություն գացողին ու խապեությունը նոր մարդուն, դատարե բարգություն է ու սրդողելը վեշճացու։ Մի նեղանա, որ չարություն չփորձես գործել, վասնզի չարագործները պիտի կորսվին, սակայն Տիրոջը համբերողները, նայեք Տերը գսեմ, ով որ մինչև վերջ
համբեր է։ Նույն հայտնությունը Դավիթին է բացվել հին ուխտում։ Քրիստոս նույնն է երեք այսօր Հավիդյանս։ Ով որ մինչև վերջ համբեր է, երգիրը պիտի ժառանգե, վասնսի քիչ ժամանակ հետո ամբարիշտը պիտի չկանա, անոր տեղը պիտի փնտրես ու պիտի չգտնես, սակայն հեզերը պիտի ժառանգեն երգիրը եւ խաղաղության առատությունով պիտի ուրախանան։ Ով պիտի ժառանգե երգիրը։ Տեսնում եք երանելիները Դավիթի կյանքում կատարվել է Երանի հեզերին, Երանի սկավորներին, Երանի հոգով աղքատներին, այս լեռան քարոզը հին ուխտի հավատացյալների կյանքում էլ է Սուրբ Հոգին կատարել։ Ու Դավիթը տեսնելով իր կյանքում այդ ներգործությունը, իր տառապանքների, ընտանեկան դժվարությունների, հոգևոր սայտագումների ու խնդիրների մեջ, ժողովուրդ ջան, մենք ունենք այս դժվարությունը մեր կյանքում։ Դավիթը ընտրությունը Տիրոջն է տվել։ Սիրելիներ, ո՞րն է մեր կողմը։ Այս դա եմ ուզում կարդալ։ Ո՞րն է մեր կողքը։ Առանց անկախ դժվարություններից, անկախ խնդիրներից, անկախ հիվանդություններից, ներքին պատերազմներից, ընտանեկան դժվարի, անկախ ինչ դժվարություն ունիս, մնա թշվառության մեջ, բայց մի կասկած է Աստծո սիրո ու բարության վրա։ Այս սա է հաղթանակը։ Աստված իմ ու քո համար ամենաթանկը չի խնայե։ Սա Քրիստոսի խորհուրդն է։ Քրիստոս մարմնի մեջ հայտնվեցավ։ Սիրելիներ, մեծ է Աստված պաշտության խորհուրդը։ Քրիստոս մարմնի մեջ հայտնվեցավ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասե Տիմոթեոս, երբ որ գամ, քեզի պիտի սեմ դե ինչպես Աստծո տան մեջ պտտիս։ Աստծո տան մեջ պտտելու համար, հոգևոր մնալու համար, քույր եղբայրներին սիրելու, ներելու, հաղորդակցության մեջ մնալու համար։ Քո կյանքումդ պետք է ամեն օր Աստված պաշտության խորհուրդը բարձրանա։ Աստված մարմնի մեջ հայտնվեցավ։ Սիրե Քրիստոսի հայտնվելը քո կյանքումդ։ Սիրե Աստծո խոսքը հայտնվի քո կյանքումդ, որպեսզի կարողանաս Աստծո տան մեջ պտտիս։ Որտեվ Աստված ամենաթանկը չի խնայե, որ կա մեր մեջ բնակվի, մեր մեջ քայլե։ Համաձայն ենք ժողովուրդ ջան։ Ու նայեք Պողոս առաքյալը երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ 5-րդ խոսքում նայ ինչ է գրում։ Եվ Տերը ձեր սրտերը դեպի Աստծո սիրուն ու Քրիստոսի համբերությանը ուղղե։ Եկեղեցու գրված նամակում գսե այդ հոգևոր պատերազմների, դժվարությունների, նեղությունների, տառապանքների մեջ գսե ձեր հայացքը ում ուղղե։ Աստծո սիրուն ուղղե, որտեղ Աստված ամենաթանկը չի խնայե։ Որ իմ միտքը բացվի, որ սիրեմ Տիրոջ հայտնվել է իմ կյանքում։ Եվ նույն մի համար էլ կարդամ, որ տեսնեք նույն հայտնությունը առաքյալներին է Սուրբ Հոգին բաց է։ Թուղթ Հուդայի առաջի գլուխ 21 խոսքը կարդամ։ Հուդա առաքյալը ինչ է գրել. բայց դուք սիրելիներս անձերդ շինեք ձեր ամենասուրբ հավատքի վրա, Սուրբ Հոգով աղոթեք եւ 21 խոսքը անձերնիդ Աստծո սիրո մեջ պահեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը սպասելով։ Անձերնիդ պահեք ինչի մեջ։ Նորից նույն խորհուրդը, Աստված պաշտության խորհուրդը, որպեսզի իմ ու քո կյանքում անօրենության խորհուրդը չբարձրնա, դառնության արմատը չբարձրնա, ընտրությունը դու Քրիստոս խորհուրդին, Աստծո սիրո մեջ մնա, Աստված ամենաթանկը չի խնայե, ավելի լավ է մնամ թշվառության մեջ, բայց հայացքս երկինք ուղած, որովհետև Տերը ինչ է ասել, Արտարը հավատքեն պիտի ապրի, եւ անոր ասել է, պիտի կատարեալ, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։